Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսատ ժողովում Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ելույթը շարունակում է մնալ քննարկումների թեմա։ Նա կարծիք էր հայտնել, որ Մայրաթորի գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է։ Տեր Բարդուղեմիոս քահանա Հակոբյանի խոսքով պատրիարքը արձանագրում է եկեղեցում առկա խնդիրները անկողմնակալ հայացքով։ Երբ մենք տեսանք եպիսկոպոսական հավաքի հայտարարությունը, որտեղ որ նշված էր, որ ուղերձով եւ Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհափարն էր ուղերձով դիմել եւ Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Նուրհան arczepiskopոսն էր դիմել եւ ամենապատիվ Սահակ պատրիարքը, այնտեղ ուղղակի հպանցիկ գրված էր, որ իրենք ուղերձով դիմել են եւ այդ իրենց հայտարարության մեջ չկար մանրամասն, թե ինչ են ասել։ Մինչ այդ Բարդուղեմիոս քահանան ընդգծում է, հերթական անգամ ականատես եղան, թե ինչպես է Մայրաթորի տեղեկատվական համակարգը ներկայացնում այն ամեն ինչը, որ իրենց ականջին հաճելի է։ Հերթական անգամ տեսանք, որ իրողությունը ինչպես որ կա, այնպես արձանագրված չէ։ Եվ պատրիարքի հենց այս խոսքը, որ գերագույն հոգևոր խորհուրդը այլևս սպառել է իրեն, որովհետև հապճեպորեն եւ ջղագրգիռ հայտարարություններ է կատարում, սա շատ սթափեցնող է, որովհետև Սահակ պատրիարքը այսպես մեր եկեղեցու ամենակարևոր նվիրապետական աթոռներից մեկի պատրիարքն է։ Քահանայի խոսքով պատրիարքի արձանագրած խնդիրները կան, սակայն Մայրաթորում փորձում են ներկայացնել հակառակը։ Այստեղ հարց է հնչում, եթե խնդիր չկա, եթե ամեն ինչ նորմալ է, այդ դեպքում Սահակ պատրիարքը ինչի է խոսում այս խնդրի մասին։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այսպես իրենց վերջնանպատակը իրենց ցանկալի ձևով լուծման տանելու փորձ է, ոչ թե իրապես խնդիրները լուծելու, խնդիրների հետ առերեսվելու, ցավոտ հարցերը վերանայելու։ Նա վստահեցնում է, Գևորգ եպիսկոպոսի կարգալուծության որոշումը հանգեցրել է մեկ այլ խնդրի։ Արդյունքում եւ վեհափար հայրապետը ստացվեց, որ չեն պահում դատական որոշում եւ 6 եպիսկոպոսներ, այսինքն ակամայից ստեղծել մի իրավիճակ, որը որ այլ ավելի է բարդացնում, առանց այն էլ բարդ իրավիճակը։ Դրա համար պատրիարքը կարծես անկողմնակալ աչքով ասում է, որ եկեք այս խնդիրներին մենք կարգավորենք, որովհետև չենք կարող այսպես երկար շարունակել։ Աստվածաբան Նիկողոս Հովանեսյանը սակայն նշում է, հոգևորականների կարգալուծության հարցերը Պոլսո պատրիարքը եւ պատրիարքությունը չեն որոշողը։ Նրա խոսքով դա գերագույն հոգևոր խորհրդի եւ ընդհանրապես վեհափարի որոշելիքներն են, որովհետեւ հենց կաթողիկոսն էլ հոգևորականին օծման է առաջարկում կամ օծում։ Պատրիարքին անհանգստացրել է այն փաստը, որ եթե Մայրաթորը չիրականացնի վարչական բարեփոխումներ, դրանից կարող է ներկայիս նրանց հեղինակությունը թուլանալ։ Ըստ Տեր Բարդուղեմիոս քահանայի հեղինակության թուլացում ամեն օր են նկատում։ Արդեն տարի շարունակ տեսնում ենք այն պրոգրեսը, որ իջնում է եւ սա նորից մեծ սրտի ցավով ենք ասում, այնպես չէ, որ ես որպես հոգեվորական ուրախանում եմ դրա համար, չէ, ես չեմ ուրախանում այդ բաների համար, բայց սա փաստ է, որ այդ մենք չենք կարող չառերեսվել եւ հենց այս ամեն խնդիրների պատճառով էր, որ այս 10 եպիսկոպոսները բարենորոգման ծրագիրը կազմեցին եւ առաջարկեցին եկեղեցին այս խնդիրներից դուրս հանելու մի առաջարկ։ Խոսելով եկեղեցու բարենորոգման առաջիկա քայլերի մասին, քահանան շեշտում է, որդեգրված ճանապարհային քարտեզով առաջ են ընթանում։ Տեր Բարդուղեմիոսը անդրադարձավ նաև պատրիարքի հատուկ խորհուրդ ստեղծելու առաջարկին։ Ըստ նրա, ամիսներ առաջ նման ծրագիր ներկայացրել էին նաև բարենորոգման կողմնակից հոգևորականները։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։